Եվ արդյունքում ստացվեց աշխարհաքաղաքական մի հատ այսպիսի մեծ պատկեր։ Եւ այդ իրավիճակում Հայաստանի իշխանությունների խնդիրը արդեն ովքեր որ մի քիչ միջպետական հարաբերություններից հասկանում են, մի քիչ արձանագրեն իմ ասացի ճիշտ լինելը, որ արդեն Հայաստանի իշխանության խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ էր կամ իր նախ սկզբնական այդ թափառախմբի, այսպես ասենք, հա, վիրավորական բանով չեմ ասում, այլ արդեն աշխարհաքաղաքական կենտրոնների։ Այդտեղ հարց էր առաջանում։ Լավ, եթե աշխարհաքաղաքական մեծ կենտրոնները թողնենք իրենց ձևակերպումները, արդեն այսպես ասած հատել են գործընկերային կամ բարեկամական հարաբերությունների կարմիր գծերը եւ ըստ էության ավելի սուր ներգրավել են ներքաղաքական գործընթացներում։ Հարց է առաջանում, նպատակը որը պետք է լինի։ Հիմա գիտեք ինչ, ամենամիամիտներին կարող է թվալ, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները մեր տիպի երկրներում, եթե ունեն շահեր եւ ապահովում են ներգրավվածություն, առաջնորդվում են մի սկզբունքով, որ Եմ Սաթիկի ակնոցները սիրում եմ, մենք իրան հավանում ենք, եկեք Սաթիկին օգնենք, Ֆարմանյան Սամվելը ակնոցներ չի կրում, լավ չի, իրան չօգնենք։ Այդպես չի լինում։ Այսինքն, տեղ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի անձներ չի լինում այդպես, այլ ամուր կենսական շահեր։ Եվ դա ակնհայտ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստատուս քվոյի փոփոխությանը։ Մի բան, որ բխում էր տարբեր կոնֆիգուրացիաներով բոլոր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերից։